Պրոդյուսեր դերասան Մենչը դստեր Էլինայի հարսանեկան արարողությունից հետո դստեր հարսանիքից կադրեր է հրապարակել ինստագրամյան իր էջում, որոնցից նշել է, որ ինքը միշտ իմացել է, որ դուստրը մի օր գնալու է, բայց դա իր համար տխրություն չէ, այլ ուրախություն է, քանի որ վստահ է դստերը հանձնում է մեկին, ով սիրելու և պաշտպանելու է նրան այնպես, ինչպես ինքը։ Անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր ծավալած գործունեությանը Մենչը նշել էր. «Իմ կյանքում այնպիսի բաներ եմ լսել իմ մասին, որ ես դրանով եմ զբաղվում, որ պատկերացում չունեմ դրանց մասին։ Ես ունեմ մի քանի տարբեր լեգալ բիզնեսներ այստեղ։ Օրինակ լսել եմ, որ զբաղվում եմ պլանի եսի մինչով, որ մարդ եմ Մեքսիկայով բերում Ամերիկա։ Դա փոքրիկ հայկական մտածելակերպ է, եթե մարդը մի փոքր իրեն լավ է զգում, պարտադիր պետք է զբաղվի ոչ լեգալ գործով։ Դա բացարձակ այդպես չէ։ Ես 17 տարեկանում, երբ տղաներով գնացինք Մոսկվա, կավեեն, պահեր էին լինում Ռուսաստանում, երբ փող չէինք ունենում։ Մենչը նշել էր նաև, որ մտքեր ունի սթենդափ անելու, բայց միաժամանակ ասել էր, որ դա մեծ պատասխանատվություն է։ Ես որ հիմա պատկերացնում եմ, որ դա մոնոներկայացում է, ես մենակ եմ բեմի վրա, ինձ մոտ շատ կա այդ վախը, ես իրոք վախում էի դա անել։ Պրոդյուսերը նաև խոսել էր ավագ դստեր Էլինայի հասցեին հնչող քննադատությունների մասին։ Մի 2 տարի առաջ տեսա, որ երեխան լացում է ու մի բան է ցույց տալիս, որը ոչ մի ձև չի տեղավորվում նորմալ մարդու ուղեղի մեջ, որ երեխային 16-17 տարեկան կարող է գրել մի 45 տարեկան չբավարարված կին ու խոսի ատելությամբ, առանց ճանաչելու, առանց հասկանալու, որ կարող է վնասել։ Կնոջ Քրիստինայի հետ հարաբերությունների մասին պատմելիս էլ Մենչը նշել էր. «Երբ ամուսնացել ենք, Քրիստինան եղել է 17 տարեկան, ես 27 տարեկան եմ եղել։ Դժվար էր, որ դու երեխայի էիր պահում դեռ երեխա չունեցած։ Իմ ծնողների ներկայությունը, մեծի ներկայությունը տանը բերեց նրան, որ անցավ ինչ-որ ժամանակ և մենք թե մտածելակերպով, թե մնացածով այդքան էլ չենք տարբերվում իրարից։ Միգուցե դա սեր էր առաջին հայացքից»։ Մայամի նոր հենց իջանք մի հատ ավտո եկալանք, առանք։ Ես իմ չգիտեմ, գույնը ճիշտ է թե չէ։ Հեսա։ Նունեն էլ բերել է։ Իմ համար սիրուն մեր բասեինում լողանում եմ, խնդրեմ, հեսա մեր բասեինը, մեկ էլ եկան ջուր խմելու, խնդրեմ, տեսեք, հեն են։ Նայեք քանի հատ է։ Երիք չի, մի կրվեք, մի կրվի, իե, լդրան նայ, սրանց նայել է։ Ես հիմա ձեզ ուզում եմ ներկայացնել Full House-ի նոր դերասաններից մեկին, որին նոր ենք վերցրել Full House, ես վստահ եմ, որ ամեն ինչ նրա մասնակցությամբ կլինի շատ լավ, խնդրեմ ծանոթացեք Սուլեյման։ Full House, շուտով։ Full House, շուտով։ Այսօր Full House-ի 9-րդ եթերաշրջանի նկարահանման առաջին օրն է։ Հիմա գտնում ենք տաղավարում, տեսեք դեռ տաղավար ինչ մաքուր, սիրուն։ Իսկ 10 օրից արդեն ամեն ինչ կլինի այլ կերպ։ Մի խոսքով մարտի 18-ից Full House-ի 9-րդ եթերաշրջանը կլինի արդեն եթերում։ Հետաքրքիր է, սաղ աշխարհում դնում են գրողների, քաղաքական գործիչների արձաններ, հեղափոխականների արձաններ։ Տոկիոյում դնում են ռոբոտի արձան։ Այսի 41-ից 45 թվական զոհված տրանսֆորմեր։ Այո, 41 թվականին էս տրանսֆորմերը զոհվել է, դրա համար դրել են հավերժ տրանսֆորմերի արձանն է։ Շատ հետաքրքիր է, սա ժողովուրդ մի բանով ուզում եմ կիսվեմ ձեր հետ, ուզում եմ ասեմ, որ այս ճապոնացու կյանքն է կյանք չի։ Այս ինչ կյանք, մոյս ջան, այս ապրելու ձև արա, այսի հագնելու բանա, որ մենք հագնում ենք, հələ նասկիներս նայի, կոշիկներս նայ, ասես բան կլի, արա, գնացինք, Շատ երկար մտածեցի ինչ ավտո առնեմ, այս վերցրեցի։ Շատ լավն է, բայց
Չեմ կարող նստեմ մեջը հելը, մեջը չեմ տեսել։ Համա աստիճանը բերել է։ Նկարահանման պրոցես, նկարում ենք ֆուլ Երևան ծրագրի գլխագիրը, ահա եւ շպրոտը, ահա եւ Մեսրոպը։ Ալը։ Ալը։ Նվագում է Մարիետա Միլիտոնյանը, պարում են Ջուլիետա Աբգարյանը և Ասմիկ Համբարձումյանը։ Ներկայացումը կոչվում է Տագնապ։ Ես մի բան եմ ուզում ասել ձեզ, 10 տարի առաջ Երևանում ես վերանորոգել եմ իմ բնակարանը։ Հիմնական փայտային, դռնային բոլոր գործերը եւ վերանորոգման որոշ գործերը արել են այս մարդիկ։ Խնդրեմ, Վահանը, ուզում եմ անպայման ծանոթանաք, տեսնեք, որովհետեւ Բարև Անջան, ինչպես ես, լավ ես։ Քանի Վահանը մեզ չի լսում, մի երկու բան ասեմ Վահանի վերաբերյալ։ Շուրջ քանի տարի արդեն զբաղվում եք այդ գործով, որ ասա։ Ես 33 տարեկան եմ, 34 տարի։ 34 տարի Վահանը զբաղվում է վերանորոգման գործերով, ասեմ ավելին, վերանորոգմանը ավելացել են այս վերջի տարիներին նաև ինտերիեր դիզայնի, փայտային դռների տեսականի, որը արտադրվում է հենց իրենց կողմից, իրենց գործարանում Հայաստանում, եւ մի ուրախալի լուր ուզում եմ հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մասնավորապես Լոս Անջելեսում, Վահանը որոշել է իր բիզնեսի մասնաճյուղը նաև բացել այստեղ Լոս Անջելեսում եւ արդեն սկսել է անել գործեր, խնդրեմ, այս տունը, որը որ հիմա դուք տեսնում եք, կիսակառույց, կիսաքանդած, արդեն ամբողջովին դիզայն են արել իրենք եւ վերանորոգում են իրենք։ Եվ ես պարտադիր վերջանալուց հետո գալու եմ վերջնական տեսքը նույնպես նկարեմ, վերջնական տեսքը նույնպես ցուցադրեմ, որպեսզի տեսնեք, թե ինչ հայկական հայաստանյան շունչ են փորձում մտցնել Լոս Անջելեսի շուկա եւ թելադրել նոր որակ, նոր ճաշակ, ճիշտ եմ, չի ասում։ Այո, նույն հիմնականում աշխատել ենք contemporary, նորաոճ ոճի մեջ։ Բարին օգտագործում։ Ուրեմն մեր կազմակերպությունն է։ Ժողովուրդ ջան, նոր եկա ընկերոջս օֆիս Ամերիկայում, ասես գործի տեղն եմ արի, նոր օֆիսը բացել։ Էսա։ Ասա ծաղտան, ինչով կարամ քեզ օգնեմ։ Դաս օֆիսա ջին ենք բերե։ Ջին աշխատում, ջինը չես աշխատում։ Ջին, ջին մեջ ենք։ Սովորել ես ջին, ես գնացել փոքր ժամ։ Լովի ու ջինի։ Լովի ու ջին։ Հետո ժողովուրդ ջան, նորմալ է, ստե ամեն ինչ շատ լավ է։ Այս պայն Բևերլի Հիլզում ենք։ Գեղեցիկ տեսարան է։ Ու հայեր։ Open Barbados-ով համով է։ Stop! Ես էլ ժողովուրդ ջան, առա երեխեքը, որ Սպանիայից գնան տուալետ։ Ես հատուկ Սպանիայից տուալետի համար է։ Այն մեկը բաղնիկից ճաշասենյակ, սա բաղնիկից ճաշասենյակն է։ Հիմա օրդեր եմ արել, գալիս է կուխնյա զալը ու զալ հայատը։ 4 հատ պետք է ունենամ։ Այսօր իմ պարտքը կատարեցի եւ ծաղիկներ տրեցի անհայտ Բեթմենի արձանի մոտ։ Ուզում Ես մի տարի ինձ միշտ հարցնում են այդ Միրանց Արոկյանի հետ ինչ-որ խնդիր ունեք, կռվել եք թե չէ, ուզում եմ հիմա օֆիցիալ հայտարարեմ, այո, խնդիր ունենք ու կռվել ենք ու դες լիքը պրոբլեմ ունենք։ Սխալ եմ ասում, բայց Չես ասում, ի՞նչ դե որ սխալ եմ ասում, ուրեմն քեզ խելոք բայ։ Չհասկացա, արա, դու ես մեղավոր, թե ես եմ մեղավոր։ ես կապ չունեմ։ Էսա։ Դեք ինչով է հետաքրքիր, sense փողոցով քայլում ես, ում ասես չես տեսնում, գիտես։ Մարդիկ ասես։ Բարև ձեզ, լավ եք։ Լավ, մերսի։ Sense տարբեր մարդկանց եմ տեսնում ես փողոցում։ Ոստիկանն եք մենք հայազգի, Բաբաբամ, օրենք ենք պահում, պահպանում, բամբաբամ, ու ամեն նոր և ամենում, բամբաբամ,
մեր ազգին փառքով ծառայում։ Բաբաբաբամ։ Թողնե։ Իմիջայլոց ասեմ, երբ որ ասում եմ, որ Լոս Անջելեսում ամեն ինչ թանկ է, ես այսօր գտա մի տեղ, որտեղ ծաղիկը ահավոր էժան է։ Իմիջայլոց գտնում եմ Գլենդել քաղաքում, ես խնդրում եմ նա ուշադրություն դարձնել այս գներին։ Այս գները, որ գրված են, խոսքը 25 ծաղիկի մասին է, որոնք թարմ 3 օրը 1 ստանում է Էկո Ռոզիս ընկերությունը։